Ճանապարհային ոստիկանության տուգանքներ. վճարել, թե վիճարկել։ Եթե վճարել, ապա ինչպես օգտվել որոշակի համակարգերից, որոնք թույլ են տալիս ունենալ զեղչեր։ Իսկ եթե վիճարկել, ապա ինչ ընթացակարգով։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե արդյոք, եթե դուք հետիոտն եք կամ մեքենայում ուղևոր, կարող է ճանապարհային ոստիկանությունը ձեզ տուգանել։ Ինչ է տեղի ունենում մեզ հետ, եթե սպառվում են մեր բոլոր միավորները։ Եվ իհարկե, որն է ամենակարևորը՝ մտապահել, որպեսզի կարողանանք անվտանգ երթևեկել։ Այսպիսով ամեն ինչի մասին հերթականությամբ։ Ճանապարհային ոստիկանությունը կարող է տուգանել ինչպես գումարի տեսքով ձեզ, այնպես էլ վերցնելով ձեր տուգանային միավորները։ Յուրաքանչյուր ոք, ով ստանում է իր վարորդական իրավունքը, տարեկան 1 անգամ ստանում է 13 միավոր։ Եվ այսպես, եթե դուք թույլ եք տալիս որոշակի խախտումներ, կան իրավիճակներ, երբ պարզապես կկպնի այդ խախտումը ձեր գրպանին։ Սակայն կան իրավիճակներ, երբ կնվազեն ձեր միավորները։ Եվ այս իրավիճակում պետք է հասկանալ, որ խախտումը ինչ հետևանք է առաջացնում։ Առաջինը պետք է հիշել, որ 13 միավորը, եթե անգամ դուք խնայեք, դրանք չեն գումարվելու ձեր մյուս տարվա միավորների վրա, եւ ամեն տարի դրանք զրոանալու են։ Ստանալու եք ամեն անգամ հնարավորություն ծախսելու ձեր 13 միավորները։ Վարչական տույժերը կարող են լինել պարզապես տույժեր կամ տուգանային միավորների հանում։ Ժողովրդի լեզվով ասած, կամ կարող է կպնել տուգանքը միայն ձեր գրպանին, կամ կարող են նվազեցվել նաև ձեր տուգանային միավորները։ Այսպես, հետաքրքիր է իմանալ, որ իրավիճակներում է օրենսդիրը նախատեսել առավել շատ տուգանային միավորներ։ Դա ոչ թափ վիճակում մեքենա վարելու իրավիճակն է, եւ այս պարագայում դուք կարող եք կորցնել 5 տուգանային միավոր։ Կան խախտումներ, որոնք, եթե թույլ եք տալիս առաջին անգամ, պարզապես տուգանվում եք։ Օրինակ, մքեցված ապակիներով վարելու պարագայում, եթե խախտումը արձանագրվում է առաջին անգամ, ապա դուք պարզապես տուգանվում եք 25,000 դրամ։ Իսկ եթե այն կշկնվում է, բացի 25,000 դրամ տուգանքը, դուք նաև կորցնում եք 3 տուգանային միավոր։ Հետաքրքիր է իմանալ, որ լուսացույցին չհնազանդվելը կամ ճանապարհը կարգավորողի ազդանշաններին չենթարկվելը հավասարեցված են, եւ բոլորս գիտենք, որ կարմիր լույսի տակով անցնելը 25,000 դրամ է, բայց քչերը գիտեն, որ խաչմերուկը կարգավորող ոստիկանի կանգառ նշանին չենթարկվելը հավասարեցված է նույն կարմիր լույսի տակ անցնելու խախտմանը։ Եվ ամենից շատ հետաքրքրողը բոլորին՝ գերազանցել եմ արագությունը։ Դե գիտեմ, որ տուգանվելու եմ, սակայն որքան միավոր եմ կորցնելու, ինչ հաշվարկ է կիրառվում այստեղ։ Տեսեք, ենթադրենք իրավիճակ, երբ նախատեսվում է, որ այստեղ կարելի է երթևեկել 60 կմ/ժ արագությամբ, իսկ ես ընթանում էի 75 կմ/ժ արագությամբ, որքան է լինելու տուգանքը։ Այս պարագայում դուք կտուգանվեք 5,000 դրամով եւ չեք կորցնի միավոր, որովհետեւ օրենքը հստակ ասում է, որ 10-ից մինչեւ 30 կմ/ժ գերազանցելու պարագայում դուք միայն տուգանվում եք։ Սակայն 31-ից 50 կմ/ժ արագությունը գերազանցելու պարագայում, բացի տուգանքը, յուրաքանչյուր 1 կմ/ժ համար 1000 դրամ հաշվարկով դուք նաև կորցնում եք 2 միավոր։ 51-ից ավել գերազանցելու պարագայում դուք կորցնում եք 3 միավոր, այնպես որ հաշվարկեք ինքներդ, որքան գումար եւ միավոր կարող եք կորցնել արագությունը գերազանցելիս։ Ինչ է տեղի ունենում այն իրավիճակում, երբ դուք 1 տարվա ընթացքում արդեն իսկ սպառել եք ձեր 13 տուգանային միավորները։ Այս դեպքում 6 ամսով կասեցվում է ձեր վարորդական իրավունքը։ Սակայն, եթե այդ կասեցումից հետո եւս 1 տարվա ընթացքում թույլ տաք 13 միավորների գերազանցում, ապա դուք կարող եք զրկվել վարորդական իրավունքից։ Հիմա հետաքրքիր տեղեկատվություն այն մասին, թե ինչ իրավիճակներում կարող են տուգանվել հետիոտնները։ Վերջիններս կարող են տուգանվել այն իրավիճակում, երբ չեն ենթարկվում ճանապարհային նշաններին, քայլում են ոչ թե մայթերով կամ նմանատիպ նախատեսված արահետներով, ինչպես նաև հատում են ճանապարհը կարգի խախտմամբ։ Սակայն հետաքրքիր իրավիճակ։
Դուք ուղևոր եք մեքենայում։ Վարորդը չեք։ Կա իրավիճակ, երբ կարող եք տուգանվել։ Այո, այն իրավիճակներում, երբ դուք երթևեկության ընթացքում բացում եք մեքենայի դուռը, կամ կայանած ժամանակ բացում եք դուռը խոչընդոտելով երթևեկությանը, կամ մեքենայից առարկաներ եք շպրտում, ևս հնարավոր է տուգանվել։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես վճարել տուգանքները, որպեսզի օգտվեք զեղչային համակարգից։ Օրենսդիրը հնարավորություն է ընձեռում, որպեսզի դուք տուգանքը ստանալուց հետո 15 օրերի ընթացքում կատարեք վճարում եւ այս դեպքում կունենաք զեղչ 30%-ի չափով։ Սակայն քչերը գիտեն, որ on-line տարբերակից օգտվելիս, այսինքն Road Police կայքում գրանցվելու պարագայում եւ ձեր համաձայնությունը տալով, որ ձեր տուգանքները ստանաք էլեկտրոնային փոստի միջոցով, դուք կարող եք օգտվել եւս 20% զեղչից։ Այստեղ մի նրբություն։ Այս երկու զեղչերը ոչ թե գումարվում են եւ դուք 50% զեղչ եք ստանում, այլ երկրորդ զեղչը կիրառվում է արդեն իսկ զեղչված թվից։ Հետևաբար չզարմանաք, եթե դուք 5000 դրամանոց տուգանքը ոչ թե 2500 դրամ վճարեք, այլ մի փոքր այլ թվաբանությամբ։ Մի հետաքրքիր փաստ։ Իսկ ինչ անել, որպեսզի չվճարեք այն խախտումների համար տուգանքները, որոնք թույլ չեք տվել դուք։ Հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ես մեքենայի սեփականատերն եմ, բայց այն շահագործվում է մեկ այլ անձի կողմից։ Տուգանքները բնականաբար ստիպված եմ լինում վճարել ես, որովհետև ստանում եմ դրանք ես։ Ինչ անել։ Թվային լուծումը եւս կա։ Road Police կայքում դուք կարող եք նախապես ներմուծել այն անձի անուն-ազգանունը, ով հանդիսանում է տվյալ մեքենայի շահագործողը, եւ այսուհետ տվյալ տուգանքները կստանա այդ անձը։ Ինչպես վիճարկել ճանապարհային ոստիկանության ակտերը։ Տեսեք, երկու տարբերակ ունենք։ Վարչական մարմնին վերադասության կարգով այն է համայնքային ոստիկանության պետին տուգանքը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։ Պարզ դիմում է ներկայացվում, որտեղ դուք շարադրում եք ձեր անհամաձայնությունը իրավախախտման հետ, կամ վարչական դատարան, վարչական ակտի բողոքարկման բոլոր կանոններով։ Ինչից կարելի է օգտվել առավել արդյունավետ ապացուցողական բազա ստեղծելու համար։ On-line տարբերակում, երբ դուք մուտք եք գործում ոստիկանության կայք, կարող եք տեսնել ձեր տուգանքը եւ այնտեղ գծված տեսանկարահանման սարքի վիդեոն, որը կարող եք ներբեռնել եւ դիտարկել։ Օրինակ, շատ հաճախ պատահում է, երբ դուք ստիպված եք լինում վազանց կատարել չթույլատրված վայրում, պարզապես, որովհետև դիմացը կանգնած մեքենան փչացել է, խափանվել է, այնտեղ կայանված է եւ անհնար է շարունակել երթևեկությունը։ Նման ապացույցներ ձեռք բերելու համար ձեզ անհրաժեշտ է ունենալ ամբողջական վիդեոն իրավիճակի եւ դուք կարող եք վիճարկել ձեր ակտերը այս ճանապարհով։ Երթևեկեք անվտանգ, սակայն ցանկացած իրավիճակում, երբ ունեք փաստաբանի, իրավաբանի կարիք, միշտ ավելի լավ է խորհրդակցել վերջինիս հետ, առավել պաշտպանված լինելու համար։ Շնորհակալ եմ։